Ողջույն, եթերում ABC լուրերի ժամը 15-ի թողարկումն է, ես Գառնիկ Թաֆյանն եմ եւ հիմա կներկայացնեմ օրվա ընթացիկ զարգացումները Հայաստանից եւ աշխարհից։ Պետական պարտ, քաղաքատություն, խոստումներ ու բանակցային հրապարակված փաստաթղթեր Նիկոլ Փաշինյանի ելույթը խորհրդարանում։ Կարգալույծ է հռչակվել եւս մեկ հոգեվորական, ով է նա։ Մեր ձևով շարժումը ստորագրահավաք է սկսում, ինչ են պահանջում եւ ինչ քայլեր են պատրաստվում ձեռնարկել։ Օդանավերը չեն կարողանում վայրէջք կատարել Երևանում, որն է պատճառը։ Պարզվում է, աղքատությունը շարունակում է մնալ մարդկանց ուղեղում։ Ըստ Նիկոլ Փաշինյանի, Հայաստանում աղքատության պատճառն այլևս այն չէ, որ աշխատատեղ չկա։ Այդ խնդիրը վաղուց վերացած է։ Հայաստանում աղքատություն կա միայն մի պատճառով՝ աղքատ չլինելու հմտությունների բացակայության։ Փաշինյանի կարծիքով ամենակարևորը տնտեսական ցուցանիշները չեն։ Ամենակարևորն այն է, որ Հայաստանը դուրս են բերել աշխարհաքաղաքական թակարդից։ Հայաստանի առջև բացվել է հեռանկար եւ Հայաստանի ժողովուրդն իր ինքնիշխան կամքով կարող է որոշել, թե որ ուղղությամբ զարգացման ինչ տեսլական է որդեգրում, հայտարարել է Փաշինյանը։ Նա նաև խոսել է պետական բյուջեի ու պարտքի մասին։ Լսենք։ Պետական բյուջեն մի հատ տակառ է, որի մեջ լցնում ենք ջուր։ Մի հատ կանաչ դույլով ենք լցնում, մի հատ կարմիր դույլով, մի հատ դեղին դույլով, մի հատ շագանակագույն դույլով։ Հետո ծորակով ներքևից բացում ենք, այդ ջուրը գալիս է։ Երբ որ այդ ջուրը գալիս է, մենք չենք կարող ասենք, այս բաժակի մեջ դեղին դույլի ջուրը լցվեց, կանաչ, կարմիր, թեկա, որովհետև պետական բյուջեն մի հատ ընդհանուր հասկացություն է։ Չեն տեսել իրանք բյուջեով։ 2018-ից մինչև 2025 թիվը ներառյալ 4.4 միլիարդ դոլարի կապիտալ ծախսա միայն պաշտպանության ոլորտում, 25-ը թիվ ճիշտ ասի, թե 24-ում։ Լավ, վերջ ինչ-որ մի ժամանակահատվածում չեն տեսել այդ թիվը, ոնց կարային չտեսնեին։ Հաջորդը, այս մի ուղղությունն է, հաջորդ ուղղությունը ինչ-որ պարտքը ավելացա, կապված է Ղարաբաղի փախստականների և Ղարաբաղի հետ կապված չնախատեսված ֆունկցիաների ծախսի համար։ Ուրիշ պատմություն սրա տակ չկա և պարզապես գոյություն չունի։ Չեմ ասում, իհարկե նախկինում եղել են վարկային պայմանագրեր եւ այլն, այսինքն ինչ որ բնական ունաչ պետք է նախատեսված լինի։ Վստահ ենք, որ 2025 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները 2017 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներից ավել կլինեն 1 տրիլիոն 542 տրիլիոն դրամով կամ 133%-ով։ Ես ուզում եմ մեզ նրբության վրա ձեր մեր բոլորի շադրությունը հրավիրեմ։ Այս տարվա մեր բյուջեի հավելյալ ավելացած մասը 2017-ի համեմատ ավելին է, քան 2017-ի ընդհանուր բյուջեն։ Այսինքն մեր ավելացած մասը 2017-ի տարեկան բյուջեից ավելին է։ Հեռանկարների հետ Հայաստանի առջև բացվում է նաև հայ-թուրքական սահմանը։ Թուրքիան քննարկում է առաջիկա 6 ամսվա ընթացքում Հայաստանի հետ իր ցամաքային սահմանը վերաբացելու հարցը, վերացնելով Սառը պատերազմի տարաշրջանի Եվրոպայի վերջին փակ սահմանը եւ հարթելով Կովկասում առևտրի վերականգնման ճանապարհը։ Bloomberg-ը գրում է, որ Ադրբեջանի հետ դիվանագիտական առաջընթացը եւ Թուրքիայի հետ սահմանի վերաբացումը կարևոր խթան կհաղորդեն Նիկոլ Փաշինյանին հունիսին կայանալիք ընտրությանը։ Պարբերականը գրում է, եթե Փաշինյանը հաղթի ընտրությանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարող է գործակցել Փաշինյանի հետ եւ պաշտոնականացնել խաղաղության համաձայնագիրը։ Միայն դրանից հետո Թուրքիան կարող է դեսպան նշանակել Հայաստանում դիվանագիտական կապերը վերականգնելու համար։ Երեկ Հայաստանի կառավարությունը հրապարակել է Արցախի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող փաստաթղթեր, որոնք Նիկոլ Փաշինյանն էր խոստացել հրապարակել մինչև տարեվերջ։ Առանձին հոդվածներով հրապարակել են ԵԱՀԿ Մինսկի խմբի 2016 եւ 2019 թվականների ներկայացրած առաջարկները, այսպես կոչված Կրակովի եւ Կազանի փաստաթղթերը, Մադրիդյան սկզբունքները, Ռուսաստանի փաթեթային առաջարկները, ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերը, Սերժ Սարգսյանի նամակը Պուտինին եւ այլ փաստաթղթեր։ Կառավարության այսպես կոչված բացահայտումները մեկնաբանել է պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Այս դեպքում, եթե դու համաձայնվում ես, դիմացինը չի համաձայնում, միջնորդների ամբողջ ջանքերը գնում է դիմացինի համոզելու եւ դիմացինին զսպելու վրա։
Եվ դու ինքդ ես ապակառուցողական դիրքորոշում ցուցաբերում, ինչ պետք է անեն միջնորդները։ Իրանց ամենաշատներ պետք է ամեն ինչ։ Դրա համար ասում եք պարոն Խաչատրյան, քաղաքական շահարկ չի խանգարում ճշմարտությունը բացահայտելու վերջնական։ Ես կարծում եմ, որ դիմությունը բացահայտելու խնդիր չունի։ Փաստաթղթերը Նիկոլ Փաշինյանի մոտ են։ Ինքն է այսօրվա վարչապետը, ինքը ունի այդ բոլոր թղթերը։ Ես ենթադրում եմ, որ Մինսկի խումբը այլևս լուծարվել է, այսինքն բոլոր գաղտնի թղթերը այլևս գաղտնազերծված փաստաթղթի կարգավիճակ ունեն, այնպես որ Աստված մեծ է։ Մայրաթորը կարգալույծ է հռչակել Թալինի հոգևոր հովիվ Տեր Թադե Քահանա Թախմազյանին։ Հիմք է ծառայել Արագածոտնի թեմի վարչական խորհրդի զեկուցագիրը եւ Հայաստանի Ծառաքելական Սուրբ Եկեղեցու Մայրաթոր Սուրբ Էջմիածնի պարգևների շնորհման եւ կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը։ Կարգալույծ եկեղեցականն այսուհետև կդասվի աշխարհականների շարքին Արամայիս Թախմազյան Ավազանի անունով։ Թադե Քահանան վարկաբեկել է հայ եկեղեցին եւ եկեղեցականներին, այդ թվում հրապարակային զրպարտիչ հայտարարություն տարածելով, իրականացրել է հակաեկեղեցական գործողություններ, մասնակցելով կարգալույծ հռչակված անձի մեղքին։ Պատարակներին ամենայն հայոց կաթողիկոսի եւ թեմակալ առաջնորդի անունների հիշատակության հատվածը կամայականորեն զեղչել է, փաստացի ժխտելով նվիրապետական կարգը, իրեն դուրս դնելով եկեղեցուց եւ ըստ էության հարելով հերձվածողական շարժմանը։ Եկեղեցական իշխանության նկատմամբ դրսևորել է անհնազանդություն։ Մայրաթորի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանը, որը 2 օր առաջ երկար լռությունից հետո առաջին անգամ արձագանքել էր իրեն վերագրվող ինտիմ տեսանյութերի վերաբերյալ աղմուկին եւ նշել, որ ինքը առնչություն չունի տեսանյութերի հետ, նույն դիրքորոշումը 3 հաստատել է քննչական կոմիտեն, հայտարարել է փաստաբան Արսեն Բաբայանը։ Պարզվում է, այսքան աղմուկ հանած տեսագրության եզրակացությունը ըստ Բաբայանի բաղկացած է ընդամենը 1 էջից, որի կեսից ավելին լուսանկար է, այսինքն ամբողջ եզրակացությունն ուղիղ կես էջ է։ Փորձագետը տեսագրության մեջ պատկերված անձի եւ համացանցից որպես նմուշ վերցված Արշակ Սրբազանի լուսանկարը համեմատել է իրար հետ եւ քանի որ նրանցում պատկերված անձանց ճակատային շրջանի, քթային շրջանի եւ կզակի շրջանի ձևը նաեւ սանրվածքը համընկնում են եւ այն հանգամանքը, որ երկուսն էլ կրում են ակնոց, եզրակացրել է, որ լուսանկարներում պատկերված է միևնույն անձը։ Փորձագետը նայել է լուսանկարներին ու ասել. «Հա, էլի, նման են իրար»։ Պարզ չէ, որ ցանկացած մեկին ցույց տաս այս տեսագրությունն ու Արշակ Սրբազանի նկարը նա էլ կասի նման են իրար։ Սա է ձեր փորձաքննությունը։ Իսկ ամենակարևորը փորձաքննության անվանումից թեև տպավորություն է, որ պետք է ստուգվեր նաև տեսագրության իսկությունը, բայց դա չի արվել։ Այսինքն քննչականին չի հետաքրքրել, թե տեսագրությունն իրական է արդյոք, թե օրինակ արհեստական բնականությամբ ստեղծված, կամ հնարավոր է, որ մոնտաժման միջոցով է ստեղծվել այդ տեսագրությունը։ Այս ամբողջից ելնելով կարող ենք հստակ պնդել, որ քննչական կոմիտեն հաստատեց Արշակ arczepiskopos Խաչատրյանի պնդումն առ այն, որ տեսագրության բովանդակությունն իր հետ առնչություն չունի։ Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանին այսօր կհարցաքննեն քննչական կոմիտեում, Facebook-ում գրել է նրա փաստաբան Ռոման Երիցյանը։ Ըստ Ռոման Երիցյանի երեկվա դատական նիստից եւ լրագրողների հետ ճեպազրույցից րոպեներ հետո Արցախի նախագահը հեռախոսազանգով հրավիրվել է քննչական կոմիտե Բագրատ arczepiskopos Գալստանյանի գործով հարցաքննվելու նպատակով։ Մեր ձևով շարժումը ստորագրահավաք է սկսում էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու պահանջով։ Հոկտեմբերի 30-ին Տաշիր Կապիտալ ընկերությունը կրկին մուտքագրել է հոսանքի սակագինն իջեցնելու պահանջը, որը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մերժել էր։ Այսօր մենք արտարարում ենք համապետական հանրագրի մեկնարկ հոսանքի սակագինը իջեցնելու պահանջով։ Մի փոքր նախաբան ներկայացնենք, ինչ տեղի ունեցավ դեռևս ցույն թվականի մայիսին Հեցի հայ էլեկտրական ցանցեր փակ բաժնետիրական ընկերության սեփականատերերը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացրել էին դիմում առ այն, որ իրենց արդյունավետ կառավարման արդյունքում կուտակված շուրջ 3 միլիարդ դրամի հաշվին իջեցվի բնակչության հոսանքի սակագինը։ Այս դիմումը մերժվել էր այն հիմնավորմամբ, որ հնարավոր է հետագա կիսամյակի ընթացքում այս սակագինը կուտակված գումարը նվազվի։
Մի քանի չվերթի օդանավեր չեն կարողանում վայրէջք կատարել Երևանում։ Լառնակայից, Դուբայից, Աբու Դաբիից եւ Եկատերինբուրգից ժամանող օդանավերը չեն կարողանում Զվարթնոցում իջնել հավանաբար եղանակային պայմանների պատճառով։ Flight Radar տվյալի համաձայն Աբու Դաբիի 1 չվերթի օդանավ արդեն մեկնել է Թբիլիսի։ Վիճակն ու պատճառը ներկայացրել է Զվարթնոց օդանավակայանի մամուլի քարտուղարը։ Ներկա պահին դեռ մի շարք չվերթեր չեն կարողանում վայրէջք կատարել, պատճառը անբարենպաստ եղանակային պայմաններ շատ քիչ մառախող է մեզ մոտ, մասնավորապես Դուբայից, Մոսկվայից եւ Աբու Դաբիից ժամանող չվերթերը վայրէջք են կատարել Թբիլիսի օդանավակայանում։ Միջազգային լրահոսից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսով քննարկել են թուրք-ֆրանսիական հարաբերությունները, Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև պատերազմը եւ տարածաշրջանային հարցեր։ Էրդողանն ընդգծել է երկու երկրների միջև գործակցության ընդլայնման կարեւորությունը եւ նշել, որ Թուրքիան ջանքեր է գործադրում պատերազմն արդար եւ կայուն խաղաղությամբ ավարտելու համար։ Քննարկել են նաեւ Հարավային Կովկասում, Գազայում եւ Սիրիայում տիրող վիճակը։ Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Մոսկվան ստացել է եւս 4 փաստաթուղթ։ Նրա խոսքով Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները պայմանավորվել են չհրապարակել բանակցությունների բովանդակությունը։ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Ուիտկոֆի եւ Քուշների հետ տևել է գրեթե 5 ժամ։ Ուիտկոֆն այս տարվա ընթացքում արդեն 6-րդ անգամ այցելում է Ռուսաստան։ Իսկ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղություն կարող է հաստատվել միայն Միացյալ Նահանգների միջնորդությամբ։ Նա հավելել է, որ հենց այդ պատճառով են ամերիկյան միջնորդները Ռուսաստանում։ Միջազգային լուրերը ռեպորտաժում։ Բելգիայի ոստիկանությունը խոզարկություններ է անցկացրել Եվրամիության դիվանագիտական ծառայության գլխավոր գրասենյակում, ինչպես նաև Բրյուգեում գտնվող Եվրոպայի քոլեջում։ Պատճառը Եվրամիության միջոցների ենթադրյալ չարաշահումն է։ Ոստիկանությունն առգրավել է փաստաթղթեր եւ հարցաքննության կանչել 3 անձի։ Նշվում է, որ բերման են ենթարկվել Եվրոպական դիվանագիտության նախկին ղեկավար, Եվրոպայի քոլեջի ռեկտոր Ֆեդերիկա Մոգերինին եւ Եվրամիության դիվանագիտական ծառայության նախկին գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինուն։ Չի կարելի ներում շնորհել Պուտինին Ուկրաինայում տեղի ունեցած ռազմական հանցագործությունների համար։ Խաղաղության համաձայնագրում Ռուսաստանի մաքրման ցանկացած քայլ կլինի ահռելի չափերի պատմական սխալ, հայտարարել է Եվրամիության արդարադատության հարցերով հանձնակատար Մայքլ Մակգրաթը։ Նրա խոսքով Ուկրաինայում խաղաղություն ապահովելու Թրամփի ձգտումը չպետք է ազատի Պուտինին ռուսական ուժերի կատարած ռազմական հանցագործությունների պատասխանատվությունից։ Մենք հասկանում ենք, թե ինչ է կատարվում եւ հասկանում ենք, թե ում հետ գործ ունենք, հայտարարել է Վլադիմիր Զելենսկին խոսելով խաղաղ կարգավորման մասին։ Հարցը որոշումներ կայացնելու դժվարությունը չէ։ Ես ունակ եմ որոշումներ կայացնելու։ Կարևոր է, որ այս ամենն արդար եւ բաց լինի, որպեսզի Ուկրաինայի մեջքի ետևում խաղ չլինի, որպեսզի առանց Ուկրաինայի ոչինչ չորոշվի, ասել է Ուկրաինայի նախագահը։ Ուկրաինան ստիպված կլինի ցավոտ զիջումների գնալ խաղաղության համաձայնագրի հասնելու համար, հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը։ Նույնիսկ կարող է անհրաժեշտ լինել հանրաքվե անցկացնել, հավելել է նա։ Գերմանիայի տնտեսությունը գտնվում է ազատանկման մեջ, հայտնել են Գերմանական արդյունաբերության ֆեդերացիայից։ Տնտեսական միջավայրը Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատմության մեջ ամենախորը ճգնաժամի մեջ է, սակայն Գերմանիայի կառավարությունը բավականաչափ վճռական արձագանք չի տալիս, ասել է ֆեդերացիայի նախագահ Պետեր Լայբինգերը։ Իտալական Պրադա նորաձևության տունը գնել է Վերսաչե ապրանքանիշը 1.4 միլիարդ դոլարով։ Վաճառքի մասին հայտարարվել էր դեռ ապրիլին, իսկ գործարքն ավարտվել է նախօրեին։ Սողանք է տեղի ունեցել Սերբիայի Կրագուևաց քաղաքում, այն հասել է քաղաքի համալսարանի գիտական կենտրոնի շենքին։ Բնության ուշագրավ տեսարան է առաջացել Պսկովի Վելիկայա գետի վրա։ Ձնախյուսերը առաջանում են, երբ ձյունը թափվում է գրեթե սառչող ջրի վրա։ Թրջվելով ձյունն արագ վերածվում է կպչուն հյուսանման զանգվածի, ստեղծելով հազվադեպ դիտվող բնական երևույթ։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Եվ վերջում Օքսֆորդի համալսարանը Rage Bite-ը զայրույթի խայծը տարվա բառ է ճանաչել։ Զայրույթի խայծը զայրույթ կամ վրդովմունք առաջացնելու համար նախատեսված բովանդակության հոմանիշն է։ Օքսֆորդի լեզուների կենտրոնի նախագահ Կասպեր Կրատվոլն ասել է, որ այդ բառի գոյությունն արդեն իսկ ցույց է տալիս, թե որքան են մարդիկ գիտակցում իրենց առցանց ուշադրությունը գրավելու համար գործածվող մանիպուլյացիոն մարտավարությունը։
Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Ես Գառին Թաֆյանն եմ, շնորհակալություն ուշադրության համար, ժամը 18-ին եթերում կլինի ABC News Room-ը։ Իմ գործընկեր Աննա Սարգսյանը կներկայացնի օրվա գլխավոր թեմաները։